Ավելի ճիշտ կլիներ, որ Անան ու Սարիկը միասին լինեին։ Որ այսօր էր Սարիկը չփորձեր քեզ մեջքից հարվածել։ Ու նենց հարվածել, որ դու ուշքի չգաս։ Դու հիմա էլի բաներ ես ասում, որ պիտի դրա բացատրությունը տաս։ Դու անընդհատ բերում ես խոսակցությունը հասցնում նրան ու չես ասում ինչի մասին ես խոսում։ Խոսի հասկանամ։ Քեզ թվում է, որ դու բոլորի հետ իդեալական հարաբերություններ ունես, հա? Լուրջ ես ասում։ Քեզ թվում է, որ միակ սխալը Ագնեսն է քո կյանքում, միակ մեղքը ես եմ։ Ինչ միամիտ ես դու։ Ամեն ինչ գլխի վայր շուր կգա, եթե Ագնեսը բերանը բացի։ Իսկ Ագնեսը հաստատ մի օր բերանը կբացի։ Երեքդ էլ պատասխան եք տալու ինձ հետ այդքան անարդար ու անազնիվ վարվելու համար։ Պատասխան եք տալու, հասկացար, բոլորդ ստանալու եք ձեր հասանելիքը։ Դուք բոլորդ նենց թելերով եք իրար հետ կապված։ Ու այդ թելերի կծիկը այս Ագնեսի ձեռքերում է։ Ես քեզ ասում եմ հանելուկներով մի խոսի։ Ասա հասկանամ ինչ ա եղել։ Ինչի մասին ես խոսում։ Ինչ ես ուզում ասես, որ չես կարողանում մինչև վերջ ասել։ Գնա աստեղից։ Գնա ու ինքդ մտածի։ Ես էլ բան չեմ ասելու։ Գնա։ Շուտ կվերջացնես, չէ՞։ Հա, արագ կանեմ ու դուրս կգամ։ Մի տեսակ չեմ համակերպվում, որ գնալու եք մեր տնից։ Դե, կարևորը իրարից հեռու չենք լինելու։ Համել ավելի հանգիստ կհանդիպենք, տանը մի տեսակ լարվում եմ։ Բա Մաշը ինչի էր տենց իրար խառնվել, որ։ Հա։ Դե որովհետև երեկվանից բոլորիդ խառնել եմ իրար։ Ու ինձ ահավոր վատ եմ զգում դրա համար։ Ամենաշատը պապայիդ մոտ եմ վատ զգում։ Ու այս ամեն ինչը ոնց որ ծրագրված լինի, լուրջ եմ ասում։ Ադելը, մաման, ես, տունը, մնացածի մասին էլ չեմ խոսում։ Երբ այս սև գիծը իր վերջին մոտենալու չգիտեմ։ Ու կներես, որ քեզ էլ եմ ներքաշում այս ամեն ինչի մեջ։ Արագ գնամ ու գամ, հա։ Հապ թե վերաշճա մեկ ջմեդո զանգեմ, էլի պատվեր եմ բերել։ Չէ, շտապ չի ախպերս, բայց պետք է հանդիպենք։ Ուզում եմ քեզ խնդրեմ մի հատ Մաշի հետ խոսած, բայց շատ լուրջ։ Ինչ ա եղել։ Պատվերդ վերջացրու զանգի կասեմ։ Լավ։ Պապ, ես քո հետ շատ կարևոր բան ունեմ խոսալու Լիզայի մասին։ Ասա բալես։ Ես ոչ մեկի հետ չեմ խոսում, բայց դու չես հասկանում, որ մի բան են չի։ Ինքն ու Մաշան անընդհատ փսփսում են։ Լիզան մեզ խաբում է, պապա, ու այդ ինչ շատ անհանգստացնում։ Լիզա, ո՞նց կարող ես խաբի։ Տենց, պապա։ Օրինակ երեք ինչ խանութ էր գնացել։ Կամ ինչ առավ այդ խանութից։ Կամ ընդհանրապես մեր տան տարածքում հազարատ խանութ կա, այդքան երկար խանութ են գնում։ Իսկ Մաշան անընդհատ իրան գրում էր, որ շուտ տուն գա, ու որ էր արդեն չգիտի ինչ ասի մեզ։ Մանվել ջան, ոնց է, գործերը ոնց է։ Լսի, ախպերս այսօր չեմ կարենալու գամ, որտեղ մի քիչ խառնեմ, էլի։ Ինձ հարցնող է լինելու, ջահել տղայի անունը ավետ է, որ գա մի անգամից կզանգես ինձ, եղավ։
Շատ լավ։ Հա, ես մի կես ժամից այդտեղ եմ։ Եղավ։ Ես գնում ես էլի։ Հա, մտա հագուստը սարակ փոխեմ ու էլի դուրս գամ։ Շատ կարևոր է գնալս։ Լավ նորություն կա։ Հիվանդանոցի կամերաներով ահագին բան է երևում։ Ճիշտ է, այդ տղայի դեմքը չի երևում, բայց մեքենայի համարները պարզ երևում են։ Շատ լավ է։ Տիրոջը գտել են մեքենայում։ Հիմա կանչել են հարցաքննության։ Ես քեզ պիտի խնդրեմ, որ Լիզային առայժմ ոչ մի բան չասես։ Բայց ինչի Լիզան առաջին է կուրախանար։ Այվազ, ես քո աղջիկներին իմ հարազատ երեխեքի պես սիրում եմ։ Բայց հիմա խնդրում եմ ոչ մի բան չասես։ Չեմ հասկանում ինչի։ Ոնց ասեմ, որ ինձ ճիշտ հասկանաս։ Այ Լիզան այդ դեպքի հետ կապված ինչ-որ բան է թաքցնում հաստատ։ Ու շատ ճիշտ կլինի, որ այս փուլում ինքը չիմանա։ Այդ տղային հարցաքննենք, մենք հասկանանք ինչ է խոսում, ինչ է ասում, հետո Լիզային կասենք։ Չեմ հասկանում ինչ պիտի թաքցնի։ Ես շատ լավ եմ ճանաչում Լիզային։ Ինքը շատ բարձ, բարի աղջիկ է։ Բայց երևի պահեր կան, որ ինքն էլ չի հասկանում ինչ անում։ Ու հնարավոր է, որ ինքը ուղղակի թաքցնում է առանց հասկանալու։ Հիմա հենց իր անվտանգությունից ելնելով ես առաջարկում եմ առայժմ որ չիմանա։ Գնում ես։ Ասացիր կմնաս որ օգնես։ Շուտ կգամ։ Մի բան պարզվել է։ Որ պարզվի կիմանաս էլի, կասեմ։ Սպասի հեսա կգամ։ Սպասի պապ։ Կարողա չեմ հասկանում, որ բան ես իմացել։ Ասա տենեմ։ Ապահովության համար Լիզային բան մի ասա։ Այդ վարորդին են գտել, որ Լիզային հիվանդանոց է բերել։ Գնում եմ մանրամասներին ծանոթանամ ու կանչենք հարցաքննության։ Ալո։ Ուշադիր ինձ լսի։ Ամեն ինչ շատ վատ է, մենք պետքա շուտ հանդիպենք։ Ինչ ա եղել Լիզա։ Չես լսում, ասում եմ շուտ պիտի հանդիպենք, ժամանակ չկա։ Պիտի տեսնենք, քանի քեզ չեն զանգել։ Ով պիտի զանգի Լիզա։ Շուտ պետքա տեսնենք, ասում եմ ժամանակ չկա, պիտի տեսնեմ քեզ։ Ալո։ Լիզա լսում ես ինձ։ Ալո։ Մաշ խնդրում եմ գնա ինձ մենակ թող։ Չէ։ Մաշ դուրս արի։ Գնա։ Երբ ենք հանդիպում Լիզա, արդեն անհանգստանում եմ, ասա տեսնեմ ինչ ա եղել։ Եղել է, հենց հիմա պիտի հանդիպենք։ Ես ինչ որ պատրվակ կգտնեմ, տնից դուրս կգամ։ Ուղղակի այնպես պիտի հանդիպենք, որ մեզ հանկարծ մարդ չտեսնի։ Ուղղակի խնդրում եմ, ինչև այդ ոչ մի անծանոթ զանգի չպատասխանես, լսում ես։ Խոստացի, որ կանես։ Չտեսար Լիզային։ Հեսա կգամ։ Լսի, ես հիմա գնում եմ Բեռնատարի գալու ժամին հետ կգամ։ Լիզային կփոխանցես այդքանը, կհասցնեք, չէ՞ հավաքեք։ Ես կօգնեմ։ Ապրես։ Մաշ, Ուր ես։ Դու հենց հիմա ինձ ամեն ինչ պետքա սկզբից մինչև վերջ պատմես, մանրամասն։ կլինի հանգստանաս։ Չէ, չի լինի, որովհետև ամբողջ գիշեր չեմ քնել։ Վայ։ Գիտես հեշտ է այդքան։ Մարդկանց պետքա պատասխան տամ, չէ։ Ինչ մարդիկ։ Վայ, քեզ թվում է այս ամբողջ աշխարհը մենակ քո շուրջն է պտտվում։ Չի հետաքրքրում քեզ, որ կարանք անհանգստանանք, մարդիկ հարցեր են տալիս, ու այդ ամեն ինչը մի կողմ։ Գիտես ինչքան դժվար է, որ 5 րոպեն մեկ ինչ որ անհավանական բաներ պետքա պատմեմ, ու ունեմ ընդամենը 0 ինֆորմացիա։
Շատ դժվար է մարդկանց ասել ուր ես, ինչ ես անում, ինչի համար ու ամենահետաքրքիրը գիտես որն է։ Որ ես չգիտեմ դու ուր ես գնում, այդ տղեն ով է ընդհանրապես, գնում ես կրակած ես գալիս։ Վայ։ Ասեմ քեզ իմանաս, Հովոն արտակին անընդհատ կասկածելի հարցեր է տալիս։ Այսինքն կասկածում այն ինչ-որ մի բան ու եթե կասկածներ ունի, պատասխանը ստանալու է, գտնելու է։ Հենց հիմա պատմի մանրամասն ինչ ա եղել։ Մաշ, մինչև չգնամ գամ, չեմ կարող ոչինչ պատմել։ Իսկ ես հիմա ուշանում եմ, իսկ եթե իրոք ուշանամ, շատ վատ բաներ ա լինելու։ Գնացի։ Ասա։ Գիտես չէ, որ մի օր է մնացել։ Ես պատասխանիդ եմ սպասում։ Պատասխանս գիտես։ Վիգենին կբարևես։ Ինչ է եղել, ամեն ինչ նորմալ է։ Չէ, տեսախցիկներով ամեն ինչ տեսել են։ Ինչ են տեսել։ Մեքենադ։ Իմացել են ում մեքենան է, այնպես որ քեզ կանչելու են հարցաքննության։ Հա կանչում են, թող կանչեն։ Շատ կարևոր է, որ դու ամեն ինչ ներկայացնես ճիշտ այնպես, ոնց որ ես։ Լիզա, ես եմ կրակել, կասեմ, որ ես եմ կրակել։ Վերջ, մեղավորությունը իմն է։ Ու վերջ։ Հասկանում ես ինչ կլինի։ Դու հասկանում ես ես ինչեր եմ խաբել, ինչեր եմ հորինել։ Դու գնաս ճիշտը պատմես ու ես մեղավոր չլինելով հանդերձ դառնամ ստախոս մեկը, ով պաշտպանել է անծանոթ տղամարդու։ Դու մտածում ես ինչ կլինի, հասկանում ես ինչ ես խոսում։ Մտածում ես իմ ընտանիքը, իմ նշանածը իմ մասին ինչ կմտածեն։ Դե ճիշտ ես ասում։ Ես ուր մտածել ուր, ընդհանրապես իրար հետ կապ չունենք։ Ես ուղղակի չեմ ուզում, որ դու մտածես, որ ես քեզանով ուզում եմ իմ կյանքը փրկեմ։ Որովհետև այդ ընդհանրապես այտենց չի։ Ավետ իմ այսքան ասածների մեջ քեզ անհանգստացրեց մենակ այն, թե ես քո մասին ինչ կմտածեմ։ Հա։ Դու կկործանես ինձ, եթե ամեն ինչ չասես նենց, ոնց ես եմ ասել։ Եթե ուզում ես ինձ չվնասես, պիտի լսես ինձ։ Կասես, որ ինչ չես ճանաչում, որ պատահական ես ինձ տեսել ու հասցրել հիվանդանոց, հասկացար։ Եթե չես ուզում, որ ամեն ինչ շատ ավելի վատ լինի, կանես նենց, ոնց ես ասում եմ։ Ու հետո կմոռանանք, ես կմոռանամ քեզ, դու ինձ, ու ամեն ինչ կանցնի կգնա։ Վերջ։